Թռչնագրիպն արագորեն ձևափոխվում է, կարող է ավելի վտանգավոր դառնալ մարդկանց համար։ Նոր հետազոտություններն են վկայում, գիտնականների խումբը հայտնաբերել է, որ թռչնագրիպը գնալով ավելի է հմտանում կաթնասուններին վարակելու գործում։ Կենդանիների շրջանում արդեն համարվում է համավարակ։ Հիմա հայտնաբերվում է ավելի խոշոր կաթնասունների մոտ, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, ինչն էլ մեծացնում է մարդկանց շրջանում վիրուսի տարածման հավանականությունը։ Սա հիմա Հայաստանին այնքան էլ չի սպառնում, շտապում են հանգստացնել առողջապահության նախարարությունից։ Ասում են, իրավիճակը վերահսկողության տակ է։ Մեր երկրում գործադրված ընդհանուր սուրշնչառական վարակների, ներառյալ գրիպի բոլոր տեսակների համաճարակաբանական դիտարկման համակարգ, որի շրջանակներում մենք իրականացնում ենք տվյալների հավաքագրում դեպքերի վերաբերյալ, այդ թվում դեպքային կետերից, ընտրված բժշկական կազմակերպություններից ստացվում են նմուշներ, եւ այդ նմուշները հնարավորություն են տալիս բարձրաբանելու, թե կոնկրետ ինչ տեսակի սուրշնչառական վարակ, այդ թվում գրիպի որ տեսակն է շրջանառվում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում այլ տեսակի վիրուսներ են տարածվում, ասում են մասնագետները, բայց այժմ վիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս տարի շրջանառության մեջ են հիմնականում H1N1, ադենովիրուսը եւ պարագրիպը։ Սեզոնի ընթացքում հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 1 մենք իրականացնում ենք ամենօրյա վերլուծություններ, բարձրաբանելու համար ոչ միայն նախորդ ամսվա, նախորդ շաբաթվա, այլ նաեւ տվյալ օրվա դեպքերը համեմատում ենք նախորդ օրվա դեպքերի հետ, իրավիճակը շատ ավելի արագ բարձրաբանելու։ Այնուամենայնիվ մասնագետները պարզել են, որ վիրուսի նոր շտամներն ավելի լավ են հաղթում իմունային համակարգին, ինչը կարող է թույլատնել պաշտպանությունը նախորդ վարակների կամ պատվաստումների պատճառով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսի առանցքային գենը փոխվել է։ Այդ գենն օգնում է վիրուսին ներթափանցել կաթնասունների բջիջները եւ շրջանցել իմունային պաշտպանությունը։ Արագությունն է կարևոր գործոնը արագ փոփոխվող վիրուսների կյանքում, իսկ այդ արագությունը կաթնասուններին հասնելու ճանապարհին բարձր է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։